ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի միջուկային փորձարկումները 33 տարվա ընդմիջումից հետո եւ չի բացառել ստորգետնյա պայթյունները։ Այս հայտարարությունը ազդանշան է մրցակից միջուկային տերություններին, այդ թվում Չինաստանին եւ Ռուսաստանին։ Կոնգրեսի ներկայացուցիչներն արդեն օրենսդրություն են պատրաստում նման փորձարկումների ֆինանսավորումը սահմանափակելու համար։ Մասնագետները զգուշացնում են, որ միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է չեղյալ հայտարարել զենքի վերահսկման տասնամյակների պայմանագրերը եւ հրահրել նոր միջուկային մրցակցություն։ Հարավային Կորեայում կայացած Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինն առաջարկել է ստեղծել արհեստական բանականությունը կարգավորող նոր միջազգային մարմին։ Նա ասել է, որ այս մեխանիզմը պետք է լինի հանրային բարիք ամբողջ աշխարհի համար։ Միացյալ Նահանգները իր հերթին մերժում է նման կառույցներին մասնակցությունը, հավատալով, որ Չինաստանը փորձում է վերահսկողություն ձեռք բերել համաշխարհային չափանիշների նկատմամբ։ Այս որոշումը կարող է լինել երկու տերությունների միջև տեխնոլոգիական մրցակցության կարևորագույն շրջադարձային կետ։ Ուկրաինական անվտանգության ուժերը հատուկ նշանակության ուժեր են տեղակայում Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում ռուսական կողմի ճեղքումը փակելու համար։ Աղբյուրների համաձայն քաղաքի զգալի մասը գտնվում է երկու կողմերի վերահսկողության տակ։ Պոկրովսկի կորուստը ռազմավարական ձեռքբերում կլինի Մոսկվայի համար, քանի որ քաղաքը ծառայում է որպես կարևորագույն տրանսպորտային հանգույց։ Կիևը ընդունում է իրավիճակի սրումը եւ ընդգծում է միջազգային աջակցության անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները եւ Կանադան դադարեցնում են առևտրային բանակցությունները, նախագահ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի վերսկսի առևտրային բանակցությունները Կանադայի հետ, նշելով Օնտարիոյի վերջին գովազդային արշավի դատապարտումը։ Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել վարչապետից, սակայն այս որոշումը սրում է հարևանների միջև լարվածությունը եւ կասկածի տակ է դնում Հյուսիսային Ամերիկայի առևտրային համակարգի կայունությունը։ Ներդրողներն ու շուկաները արձագանքել են աճող անորոշությամբ։ Ուիլ Սթրիթը ակտիվանում է Ամազոնի ուժեղ եկամուտների շնորհիվ, սակայն դաշտային պաուստային համակարգը զսպում է լավատեսությունը, ԱՄՆ ֆոնդային ինդեքսները փակվել են։ Ամազոնը թռիչք է կատարել գրեթե 10%-ով ուժեղ եռամսյակային զեկույցից հետո, աջակցելով տեխնոլոգիական ոլորտին։ Այնուամենայնիվ, դաշտային պաուստային համակարգի պաշտոնյաները հստակեցրել են, որ տոկոսադրույքի իջեցումը երաշխավորված չէ, ինչը զսպում է ներդրողներին եւ ստեղծում խառը տրամադրություններ։ Ներդրողները դաշտային պաուստային համակարգի տոկոսադրույքի իջեցումից առաջ ավելի քան $10 միլիարդ են ներդրում բաժնետոմսերի մեջ։ Գլոբալ բաժնետոմսային ֆոնդերը 2025 թվականի հոկտեմբերի 29-ին ավարտված շաբաթվա ընթացքում ստացել են մոտ $10.58 միլիարդ ներհոսք։ Պայմանավորված դաշտային պաուստային համակարգի տոկոսադրույքի իջեցման եւ ԱՄՆ-Չինաստան առևտրային զինադադարի սպասումներով հատկապես խոշոր ներդրումներ են կատարվել Ասիայում, տարածաշրջանում ընդհանուր առմամբ մոտ $7.19 միլիարդ չափով։ 25 բազային կետով տոկոսադրույքի իջեցումն արդեն իրականացվել է, բայց դաշտային պաուստային համակարգի նախագահ զգուշացրել է, որ հետագա ավտոմատ կրճատումները երաշխավորված չեն։ Տեխնոլոգիական բում, արհեստական բանականության ներդրումները շարունակում են աճել առանց դանդաղելու որևէ նշանի։ Այս շաբաթը ցույց տվեց, որ արհեստական բանականության ոլորտում բումը չի դանդաղում։ Nvidia-ն դարձավ առաջին ընկերությունը, որի արժեքը գերազանցում է $5 տրիլիոն, եւ Microsoft-ի եւ OpenAI-ի նման կորպորացիաները մասշտաբավորում են արհեստական բանականության նախագծերը։ Մասնագետները նշում են, որ ներդրումները այժմ տարածվում են հիմնական տեխնոլոգիական ընկերություններից դեպի ենթակառուցվածքային եւ արդյունաբերական ոլորտներ։ Ծառայողական վեճ Սուդանում հարյուրավոր տղամարդիկ սպանվել կամ անհետացել են կիսառազմական ուժերի կողմից քաղաքի գրավումից հետո։ Արագ աջակցության ուժեր կիսառազմական շարժումը գրավել է Դարֆուրի Էլ-Ֆաշեր քաղաքը։ Ականատեսները հայտնել են զանգվածային կրակոցների եւ անհետ կորած տղամարդկանց մասին։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել եւ տարվել են ջրամբար, որտեղ լսվել են կրակոցներ եւ ճիչեր։ Միջազգային դիտորդները սա համարում են հնարավոր պատերազմական հանցագործություն։
ԱՄՆ-ն ավարտում է առևտրային բանակցությունները Կանադայի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ երկկողմ բանակցությունների ավարտի մասին Օնտարիոյի գովազդից հետո, որտեղ օգտագործվել է ԱՄՆ նախկին նախագահի պատկերը։ Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել գովազդի համար, բայց ԱՄՆ-ն բարձրացրել է մաքսատուրքերը։ Այս որոշումը կասկածի տակ է դնում հարևանների միջև առևտրի կայունությունը եւ անհանգստացնում ներդրողներին։ Ասիական բաժնետոմսերը պատրաստ են 7-րդ ամիս անընդմեջ աճի, քանի որ դոլարը մնում է բարձր մակարդակի վրա։ Ասիական ֆոնդային շուկաները փակվեցին 7-րդ ամիս անընդմեջ աճի վրա, ինչը պայմանավորված էր Amazon-ի եւ Apple-ի նման ընկերությունների եկամուտների մասին հաշվետվություններով։ MSCI Ասիա-Խաղաղօվկիանոսյան ինդեքսը գրանցեց կայուն աճ, չնայած չինական շուկաները հետ մնացին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ դոլարը մնում է 3 ամսվա ամենաբարձր մակարդակի վրա, մինչդեռ նավթի գները նվազում են արդեն 3-րդ ամիսը անընդմեջ։